Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ մենք նշում ենք, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք շատ կարևորում ենք, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Ոլորտներ կան, որտեղ այս երկու սկզբունքները միասին պիտի լինեն, բայց միևնույն ժամանակ սրանք անհրաժեշտ են մեզ, որպեսզի կարողանանք իրականում ապահովել այն միջավայրը հնարավոր լավագույն տարբերակով, որտեղ մենք անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը։ Գիտեք, ամեն անգամ մենք խոսում ենք գեղեցիկի մասին, մենք խոսում ենք այն մասին, որ մեր միջավայրը, տունը, բնակավայրը, նորակառույցները մանավանդ հիմա շատ են, այդ բնակարանները պիտի լինեն շատ գեղեցիկ, գույները ինչպես ճիշտ ընտրել, ինչպես լավ համադրել, բայց ամենակարևորը միևնույնն է, մնում է այն աշխատանքը, որը շատ երևացող չէ։ Հիմա նաև ընկերություններ կան, ովքեր կարող են ապահովել, որպեսզի ձեր բնակարանում ոչ միայն գույները շատ հաճելի լինեն, ոչ միայն ձևավորումը լինի իսկապես ժամանակակից, այլև օդից սկսած մինչև բոլոր անհրաժեշտ անվտանգային համակարգերն աշխատեն ժամացույցի նման։ Սա առանձին հստակ բավական բարդ ճյուղ է, որը մենք եզակի երկրներից ենք, որ այդ հնարավորությունը ունենք մեր պրոֆեսիոնալ մասնագետների եւ նաեւ միջազգային հեղինակություն ունեցող ընկերությունների միջոցով իրականացնել այստեղ Հայաստանում։ Այսօր ես ուզում եմ շատ ավելի ուշադրություն հրավիրել եւ կառուցապատողների եւ այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց բնակարանը իրականում դարձնել շատ հարմարավետ անվտանգության առումով, նաեւ շատ կարեւոր է այս ուղղությունը, շատ անվտանգ եւ միևնույն ժամանակ շատ հաճելի։ Կարծում եմ, որ հետաքրքիր ու բացառիկ մանրամասներ ամենապրոֆեսիոնալից մենք այսօր կլսենք մեր տաղավարում։ Այս պահին նաեւ ձեր անունից ես ուզում եմ Elroom-ում մեծ սիրով ողջունել VAW Engineering ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Հակոբյանին։ Պարոն Հակոբյան, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք լինել մեր սրահում։ Լավ է տրամադրությունը։ Ես էլ եմ շնորհակալ, շատ լավ։ Պարոն Հակոբյան, ամենաբարդ ուղղությունն է, ամենաբարդ ոլորտն է, առհասարակ աշխարհում ասում են հարմարավետությունը սկսվում է ճիշտ ինժեներական մոտեցումից, համաձայն եք։ Իհարկե։ Ամենաբարդը չի, բարդերից մեկն է, որովհետև ցանկացած մասնագիտություն է կարող համարվի բարդ իր ոլորտում, բայց առանց ինժեներիայի աշխարհը առաջ չի գնա։ Պարոն Հակոբյան, համաձայն եք, որ կարող է իրականում հիմա նաև Հայաստանում այդպես լինում, կառուցվում է շատ հետաքրքիր, շատ հաճելի, գեղեցիկ, մեծ տներ կամ ինչ-որ շինություններ, բայց ինժեներական ինչ-որ ոչ ճիշտ լուծումների պատճառով խնդիրներ են լինում, այդտեղ հարմարավետ չի ապրելը։ Կա տենց բան, սենց ասեմ, պետք է ինժեներիան կոնկրետ կապված շենքերի հետ կամ տների, առանձնատների հետ կապված, նախ պետք է տարանջատենք, կա հարմարավետությունը, հայ կոմֆորտ ասածը, որ մարդիկ պետք է ուզում են կոմֆորտ ապրեն, ամեն ինչը վայելեն եւ կա նաեւ անվտանգությունը։ Անվտանգությունը հիմա այս պահին Հայաստանում արդեն բարձրացել է մակարդակը, պահանջները խստացել են, կոնկրետ Քարշին կոմիտեի կողմից, մնացած ատյանների կողմից, որ անվտանգության համակարգերը թե շենքերում, թե առանձնատներում դա պարտադիր է, առանց դրա թույլտվություն չստանա թույլտվություն, դու բազմազան են այդ համակարգերը։ Իսկ այն համակարգերը, որ արդեն կոմֆորտի համար են, դա արդեն ցանկալի է, արդեն մարդու ցանկությունից է գալի, հա, եթե ինքը ուզում է կարա սկզբից մեծ ներդրումներ անի, ու շատ ոչ շատ մեծ, բայց ներդրումներ անի, իր առանձնատունը լինի ավելի էներգախնայող, այսօր աշխարհը գնում է դրա։ Ձմեռը մարդիկ շատ գազի փող են տալի, հա, ամառը հովացնելու համար շատ էլեկտրաէներգիայի փող են տալի, բանը։ Բայց հիմա համակարգերը գնում են նրան, որ ավելի էներգախնայող լինեն, բայց դրանց ներդրումները ավելի մեծ է լինում։ Ու պլյուս կոմֆորտը, որ մարդիկ ավելի
ավելի հարմարավետ է իրանց։ Այո, սա փաստորեն նոր կառուցվող շենքերին է վերաբերում, առանձնատներից է վերաբերում, իսկ արդեն եղած բնակարաններում այս համակարգերի ներդրումը հնարավոր է, այսինքն որոշակի եւ անվտանգության եւ այդ օդափոխության, ջեռուցման, հովացման ամեն տեղ հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Շնորհակալ եմ շատ, սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսամարը Edge-ը, դուք կարող եք ուղղակի Edge-ում ուսումնասիրել եւ կհասկանաք, որ իսկապես աշխարհում անհնարին բան չկա։ VAW Engineering ընկերության հիմնադիր տնօրենի հետ ենք զրուցում, ծառայությունները, որ մատուցում է VAW Engineering-ը, օդափոխություն, ջեռուցման եւ հովացման համակարգեր, հակահրդեհային համակարգեր, անվտանգության, ջրամատակարարման եւ կոյուղու, թույլ հոսանքի համակարգեր, ինժեներական համակարգերի նախագծում իրականացվում է ցանկացած բարդության աշխատանք։ Պարոն Հակոբյան, ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քիչ սկզբից գանք, մենք սովոր ենք, որ ամեն ինչ, ինչպես ասում են, հիմքից է, դուք առաջին մասնագիտությամբ ինժեներ էներգետիկ եք, ատոմային էներգետիկայի մասնագետ, պոլիտեխնիկական համալսարան եք ավարտել եւ երկրորդ մասնագիտությամբ արդեն ճարտարապետական համալսարանում ջերմագազամատակարարում եւ օդափոխություն։ Մեծամորյա ատոմակայանում եք նաեւ աշխատել, ինչպես որոշեցիք 7 տարի առաջ հիմնել այս ընկերությունը VAW Engineering-ը, կարծում եք, որ դրա անհրաժեշտությունը արդեն կար, տեսանելի էր։ Ինքնաբուխ է եղել, ճիշտն ասած, շատ երևի սովորել եմ, ինձ դասիրակել է ատոմակայանը, հա, որպես ինժեներ դառնալ, ինժեներական, կա չէ, տենց բան ասում են, ինժեներական մտածելակերպ։ Այո։ Այդ եւ նաեւ բանը գիտելիքները, հա, ինժեները այն մասնագետն է, որ ինքը միշտ եթե աշխատում ես այդ ուղղությամբ, դու միշտ պետքա կրթվես, միշտ պետքա սովորես։ Ոնց են ասում բժիշկները, չէ՞, բժիշկներն են միշտ սովորում են, նույն ինժեներները։ Նո ատոմականային դեմ ոլորտներ, որ դու պարտադիր այնտեղ մինչեւ այսօր սովորում ես։ Ու հասկացա, որ այդ գիտելիքները կարելի է կիրառել նաեւ ատոմականից դուրս։ Հա, այս ոլորտում ուսումնասիրելով ոլորտը ինքնաբուխ լրիվ, ինքնաբուխ ստեղծվեց, հա, կազմակերպությունը կամաց մեծացավ։ Եվ ես գիտեմ, որ կանք լավագույն շենքերի այս համակարգերի ներդրումը փաստորեն վստահում են հենց ձեր ընկերությանը։ Արդեն մասնաճյուղ ունի VAW Engineering-ը նաև Պրագայում։ Այո, միշտ եղել է իմ մոտ այդ ցկտումը, որ մտնել դրսի շուկաները, կատարել այդ ծառայությունը մատուցել, ինչ որ Հայաստանում ենք անում։ Այդ գաղափարը եղավ ու հասանք դրան աշխատանքի արդյունքում, որ Եվրոպայում էլ, հա, Պրագայում կոնկրետ, նույն VAW-ն գործում է։ Այնտեղ էլ են կատարում նախագծային աշխատանքներ։ Այնտեղ ավելի, ես որքան հասկանում եմ, շատ ավելի խիստ են, չափորոշիչներն են բարդ, այսինքն շատ չափորոշիչները մի քիչ տարբերվում են, հա, չափորոշիչները, բայց ոնց որ Հայաստանն էլ արդեն գնում, հա, եվրոպական ստանդարտներին, կամաց, այնտեղ, հա, չափորոշիչները ավելի խիստ են։ Պարոն Հակոբյան, ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քիչ ոչ պրոֆեսիոնալ գուցե ես հասկանալ, թե բացի կառուցապատողներից, երբ նոր մեծ, ասենք, բնակարանային համալիրներ են կառուցվում եւ այլն, ովքեր կարող են եւ ինչ խնդիրներով է, որ կարող են դիմել ձեզ։ Այսինքն արդեն եղած համակարգերը փոխելու, նորացնելու, նոր ինժեներական լուծումներ տալու, այս խնդիրներով կարող են դիմել VAW Engineering։ Իհարկե, ցանկացած մարդ կարող է դիմել, ու կան, մենք ունենք նման հաճախորդներ, որ իրենք էլ թե ուսումնասիրել են, թե լսել են, թե տեսել են, օրինակ օրինակներ կարամ բերեմ, հա, մարդիկ առանձնատուն են սարքում, հիմա նորաբոճա, հա, ըստ դիզայնի, հա, վիտրաժային պատուհանները։ Այո։ Այն մեր փոքր ժամանակվանից մենք գիտենք, չէ՞, ամեն առավոտ տունը մարդը սիրում է իր ննջասենյակը օդափոխել, հա, պատուհանը բացում է, օդափոխում է։ Մեծ վիտրաժների դեպքում շատ անգամ անհնար է դառնում, հա, օդափոխելը։ Բայց դրա համար ինչ որ հարց է պետք լուծել, այսինքն մաքուր օդի համակարգ ներդնել, այդտեղ համ մարդը ունենում է իր նախընտրած, հա, գեղեցիկ տունը, որը իր ճաշակով է եղել, այդ ստիլով սարքել է, բայց նաև ունենում է մաքուր օդ։ Դե չէ շատ անգամ
Եղել է դեպքեր, որ մարդիկ չիմանալով, հա, ուղղակի գնալով սիրունության հետևից, տուն եմ ուզում, տենց մեծ պատուհաններով կառուցել են իրանց տունը, հետո փաստի առաջ են կանգնել, բա ոնց օդափոխելու, առաջացել է խնդիրներ, հա։ Այս դեպքում ինչքանով է կարևոր օդափոխության համակարգի ճիշտ մասնագիտական, հա, ներդրումը, դա թե հետագայում արդեն գիտենք, որ ձեր ընկերությունը նաև երաշխիքային նույնիսկ երաշխիքային սպասարկում է իրականացնում, բացի այդ, եթե այստեղ մասնագիտական բարձր պրոֆեսիոնալի չդիմեն, ինչ խնդիրներ կարող է առաջանալ, կարող է այս համակարգը ճիշտ չգործել օրինակ։ Իհարկե, կարող է ճիշտ չգործել, ոչ ճիշտ, հա, նախագծման արդյունքում, ոչ ճիշտ հաշվարկների արդյունքում, որ մարդը նստած նախ չպետք է ինքը զգա, որ ինչ-որ համակարգ է աշխատում։ Ընդհանուր ոչ ձայն լսի, ոչ օդի ձայնը լսի, ընդհանրապես, բայց կլիման իր ուզած կլիման լինի, որ իր համար լինի կոմֆորտ, հա։ Իսկ պատկերացեք մի պահ, ասենք երեկոյան հեռուստացույց եք դիտում ու չունը ձեն է, հա, ձենը կողքից խանգարում է օդապետի, ոչ ճիշտ հաշվարկների արդյունքն է։ Հա, կամ ձմռանը, հա, ձմռանը ինչ որ սառը հոսքեր է սկսում առաջանալ, հա, դա ոչ ճիշտ հաշվարկների արդյունք է։ Կոնկրետ օդափոխության մեջ գերխնդիրները դա է։ Հա։ Եվ այստեղ շատ կարևոր է, այսինքն շատ նեղ մասնագիտացված պիտի լինի, այսինքն այո, հա, ճիշտ հաշվարկ, առանձին ուղղություն է ինժեներական։ Կարող է հիմա մեր դիզայներները, հա, մեր զրույցը կնայեն բանկանը, մենք միշտ կոնֆլիկտի մեջ ենք մտնում դիզայներների հետ, որ հիմնական օդափոխությունը առաստաղներով է գնում, որ ասում ենք առաստաղը մենք պետք է օդատալների չափերը այսքան է, առաստաղները այսքան պետք է իջնեն, դե իրանք ծանր են տանում դա, որ կոնֆլիկտների են գնում, ու կատակով իհարկե, ներչը գտնում ենք լուծումը, բայց հաշվարկներն է, կարևորը ճիշտ հաշվարկներ լինի։ Սա օդափոխության հետ կապված որ փուլում մնացած, ասենք բոլոր ծառայությունները, այստեղ շատ կարևոր է անվտանգության համակարգեր, նախ տեսահսկման համակարգերն է, հրդեհային ազդարարման համակարգերն է, բավականին մեծ են այդ համակարգերը ու կարևոր են, ըստ իս, ասենց ասեմ, շենքերում դա արդեն պարտադիր է, իսկ առանձնատներում ինձ թվում է ճիշտ է, որովհետև հրդեհից արդեն պաշտպանում ես քո տունը, ազդարարում է։ Այո։ Այս որ փուլում պետք է դիմել, ասենք եթե մարդը ծրագիր ունի որևէ բան կառուցելու, դա կարող է լինել ուղղակի առանձնատուն, ամառանոց եւ այլն, որ փուլում պիտի դիմեն VAW Engineering-ին, որպեսզի այս բոլոր ժամանակին արվի եւ հետո մենք գեղեցիկ տուն չստանանք, որտեղ միշտ շոկ է, որտեղ միշտ օդ չկա կամ որտեղ միշտ ցուրտ է, որը հնարավոր չի տաքացնել, որն անվտանգ չի։ Ամենաճիշտ փուլը դա երբ որ իրենք դիմում են արդեն ճարտարապետին տունը նախագծելու։ Այո։ Այդ փուլում մենք մեծ փորձ ունենք, հա, ճարտարապետների ու դիզայներների հետ աշխատելու հենց նախագծային փուլում, որտեղ այդ նախագիծը արդեն որ հաստատվում է, պատվիրատուի համար էլ ամեն ինչ պարզել, թե իր տան դիզայնը, թե իր ինժեներական համակարգերը, որ ինչ համակարգեր է ունենալու։ Եթե իրանք խախտում են, սկսում են արդեն շենքի շինարարությունը սկսում են հետո են որոշում, որ դիմել, հա, ինչ-որ ինժեներական համակարգը ներդրնելու, ահագին խախտումներ ա լինում, որտեղ այն ժամանակ նախատեսած չէր եղել նախագծով։ Այո, նաև վերջին շրջանում մենք տեսնում ենք, թե երևի այս շինարարության մեծ ծավալի հետ է կապված անընդհատ լսում ենք BMS համակարգը, բայց ինչ է սա իրենից ներկայացնում, սա այդ ամբողջությունն է, հա, փաստորեն։ Չէ, մի քիչ ուրիշ է դա, BMS-ը Building Management Systems, դա ընդհանուր համակարգերի ինժեներական համակարգերի կառավարումն է, որը բերում է ել ավելի մեծ էներգախնայողության։ Հա։ Հիմա ես մի հատ sense պարզ օրինակի վրա բերեմ, հա, ոնց է,
մենք շենքը բոլոր կողմերը ունի, չէ՞, հյուսիս-հարավ, արևելք, արևմուտք։ Այո։ Ուրեմն մեր Հայաստանի, հա, օրինակով ասեմ, աշուն գարուն այս սեզոններին, օրինակ, որ կողմը, որ արևի կողմն է, այդտեղ տաք է, դաժե մտածում ենք հովասնենք այդ սենյակը, նույն շենքի մեջ է։ Իսկ այն մյուս կողմը, որ արև կողք չի, դա էլ ավելի բան ցրտոտ է, ուզում ենք այդտեղ էլ տաքացնենք։ Բայց նույն տունն է, հա։ Հա։ Չի լինի նենց ինչ համակարգ տնենք, հա, որ միտեղ տաքացնի, միտեղ սառացնի, կամ պիտի տաքացնի, կամ պիտի սառացնի տունը։ Հա, համակարգը նենց այս համակարգը օրինակ կիրառելով օրինակներից մեկն է։ Բերի նույն կլիմային, հա, կլիման նույնը պահի։ Դե չէ մենք գիտենք, կամ սառացնում ենք, կամ տաքացնում ենք։ Օրինակ, ու բազմաթիվ ֆունկցիաներով է դա օժտված, որ բերում է ծախսերի մինիմալացման, այսինքն եթե մեծ շենքեր է, որը հսկայական ծախսեր ունի, իր կոմունալների համար բերում է նվազագույնին։ Այստեղ փաստորեն աշխարհը գնում է դեպի, հա, հետո այո, դրան է գնում, օրինակ, ասենք շենքերում, չգիտեմ, օֆիսային տարածքներ են, աշխատողը դուրս է գալի, լույսը մոռանում է անջատի։ Դե հասկանում է, որ դե աշխատող չկա, լույսը անջատվում է։ Ասենք հյուրանոցներում, հա, հյուրի չի հետաքրքրում այդ լույսը կանջատի, կմիացնի, չէ, համալից դուրս է գալի, թողում իր դուռը փակում, թողում գնում է։ Այո, այս համակարգերը արդեն երևի հիմնականում արդեն բոլոր ավելի հեղինակություն ունեցող նաև կառուցապատողները եւ այլն, ես գիտեմ, որ համագործակցում են։ Այո, բնականաբար շենքի դասն է բարձանում դրանով, եթե այդ համակարգ։ Չէ, ասեմ, արդեն սեփականատերերը, հա, որ տուն է կառուցում, մի քիչ ուսումնասիրում են, իրանք էլ են ցանկություն հայտնում ունենալ այդ համակարգը։ Այո, որոշ ժամանակ առաջ մենք գիտենք եւ նույնիսկ դա հպարտանալու պես էին ասում կառուցապատողները, որ դրսից հրավիրում են, իսկ հիմա մենք ամենապրոֆեսիոնալ թիմով եւ սարքավորումները հնարավորություն ունենք իրականում այստեղ այս ընկերության միջոցով ընդ որում արդեն Հայաստանում հիմնադրված VAW Engineering ընկերությունը ինքը նաեւ մասնաճյուղ ունի Պրագայում եւ այստեղ կարողանում է այս բոլոր ծառայությունները մատուցել։ Պարոն Հակոբյան, դուք շատ հետաքրքիր բան նշեցիք, որ ինժեներական մտածողությունը իրականում սա մտածողության մի քիչ ուրիշ ձև պիտի լինի, չէ, որպեսզի հնարավոր լինի այս հարմարավետությունը ու անտեսանելին կարծես ծառայեցնի մարդուն։ Ինժեներական մտածելակերպը ինքը ասում են ինչի համար, որտեղ միշտ բարդ իրավիճակներում հայ ինժեներները կարող են լուծումներ գտնել։ Կյանքում էլ է այդպես, այսինքն տարբեր բարդ իրավիճակներ միշտ օգնել է ձեզ այս մասնակցությունը։ Բանը լավ խոսք ուներ, չէ՞։ Չնայած հանկարծ վիրավորած չլնեմ ոչ մեկին, Արտուր Մեշյանն է, որ ասում էր տղամարդը մի անգամ գոնե պոլիտեխնիկ պետք է սովորի, ինքը ի նկատի ուներ ինժեներ լինելու, հա, որ ինժեներական մտածելակերպ ուներ, որ ամեն հարցում կարողանա լուծում գտնի։ Ահա։ Այդ մեծերից գալիս է ու տենց է կա, ինձ թվում է տենց է։ Ձեր հիմնադրած ընկերությունը տարբերվում է, որ կարողանում եք, այսինքն քանի որ լավ պատկերացնում եք, կարողանում եք հենց սկզբում կախված ծավալից հստակ ժամկետներ նշել եւ եթե ինչ-որ ֆորս մաժորային բան չի լինում, այսինքն այդ ժամկետների մեջ ապահովել աշխատանքը։ Այո, դա մեր կարևորագույն, հա, ֆիշկան է, հա, մեր ընկերության, որ դրած առաջի պլանում, որ մեր վերջնաժամկետները, հա, դեդլայնները, որ պետք է պարտադիր պահվի, ու կարևորը դա է, որ թմում էլ այդ գաղափարախոսությունը կա, հա, գաղափարապես բոլորս կապ չունի։ Ես, թե մյուս նախագծողը, թե թիմ լիդը, բոլորը նույն գաղափարը ունեն, դրա համար երևի հեշտ է ստացվում։ Ինչպես է հավաքել թիմը եւ թիմի մասին։ Դաժան աշխատանքներ ա եղել, բայց կամաց, հա, հավաքել ենք, հետո արդեն որ հայտնի ենք դառել, արդեն սկսել են դիմողներներ շատ անը, ընդուպ ասեմ պոլիտեխնիկից է եղել, որ ուսանող բերել ենք ու դառել է մեր աշխատող, մեր մոտ սովորել է, մենք սովորացրել ենք, ու ինքը
մեր առաջատար նախագծողներից մեկն է, ում ավարտեց ինստիտուտը։ Այսինքն Տարբեր ձևերով էլի ուզում եմ ասեմ, համ իրենք են դիմել, համ մենք էլ դուք ենք էլ մանեկել։ ընտրել, հա, բայց այստեղ պիտի, այսինքն ինչ որ չափանիշներ կա, չափորոշիչներ, սկզբունքներ, որ կարծում եք, որ բացի մասնագիտականից, որ կարևոր պիտի լինի թիմում աշխատելու, որովհետև նշեցիք ժամկետները, որ դա հիմնական ու կարևոր ձեր առանձնահատկությունն է, որ միշտ պահում եք դեդլայնը։ Հա, կարևոր բանը, որ գաղափարապես թիմը իրար նման մտածի, այդ շատ կարևոր բան է, փառք մեր մոտ տենց է։ Ու մի քիչ բան լինեն, հա, ստեղծագործող լինեն, դե լա ստեղծագործական աշխատանք էլ այդ մտածելակերպը ունենան։ Այս պրոստը չգա գործանի թողի գնա։ Հա։ Պարտք կատարի, հա։ Այստեղ կարծես ամեն օր էս ասպարեզում պարոն Հակոբյան, ասում են որ հայտնագործություններ են լինում, չէ, մարդիկ եմ ոնց որ ինչ-որ մի նոր բան, բացահայտումներ, նաև հետաքրքիր ուղղություն է, այսինքն անընդհատ զարմանալու կամ ինչ-որ մի բան հաղթահարելու հնարավորություն ես ունենում։ Ոչ գիտական աստիճանի, բայց կա այդ նոր բան անելը, որտեղ ամեն անգամ ամեն մի նախագիծը թվում է թե նոր նախագիծ է եւ ինքը բարդ նախագիծ է։ Հետո հետ հայացք ես գցում, ասում ես չէ, լավ, բան թեթև անցավ, բայց ամեն անգամ ասում եմ նոր նախագիծը էլ ավելի բարդ է թվում։ Եվ փաստորեն հնարավոր է նաև այստեղ մոնտաժային աշխատանքներն էլ ամբողջությամբ դուք իրականացնում եք, այս դեպքում արդեն երաշխիքային եւ յետերաշխիքային սպասարկում է, հա, ինչ է սա նշանակում։ Բնականաբար, եթե ինչ-որ համակարգ մենք ներդնում ենք ինչ-որ մի օբյեկտում, հանձնում ենք շահագործման, արդեն դրանից հետո սկսում է յետերաշխիքային սպասարկումը, քանի որ մարդու գումար է ծախսել, հա, համակարգը կապ չունի ինչ համակարգ, հա, կլինի էլեկտրական, կլինի օդափոխության, կլինի անվտանգության, պետք է սպասարկենք այդ համակարգը մինչև 2-3 տարի, մինչև ինքը սովորի դրան, հա։ Տենց ավելի, սենց մեր լեզվով ասեմ, տենց ավելի մեզ հարմար է, մենք շուշուտ գնանք սպասարկենք, կանցնենք ինքը սխալ մի բան անի ու այո, հետո պետք լինի չասնի։ Ինչև սովորել է եւ այստեղ ամենակարևոր առանձնահատկությունը, որ թե ինչու շատ կառուցապատողներ, իհարկե նաեւ մարդիկ, ովքեր ուզում են իրենց տանը կամ առանձնատունը շատ գրագետ ու մեր ժամանակի չափանիշներով կառուցել, նաեւ նրանք, բայց կառուցապատողները միշտ ցանկանում են աշխատել VAW engineering-ի հետ, որովհետեւ այս դեպքում երբեք միշտ բոլոր համակարգերի հետ կապված միշտ հնարավոր է ամեն ինչ փոխել, սպասարկումը իրականացնել եւ ճիշտ ժամկետներում եւ չի լինում այդ մեր ժամանակի ամենաընդունված տարբերակը, որ ես չգիտեմ ինչ է եղել։ Այստեղ նաեւ կախված է նրանից, որ ձեր սարքավորումները, հա, հիմնականում եվրոպական են, Եվրոպայից ու Ռուսաստանից եք ներկրում, այսինքն դուք շատ հստակ գիտեք ինչ է պետք ձեզ, որպեսզի մեր պայմաններում նաեւ կլիմայի եւ այլն աշխատի ճիշտ։ Այո, իհարկե գիտենք, գնահատում ենք նաև կախված բյուջեի հետ, հա, դա կարևոր է նաև, որ սկզբից գնահատում ենք բյուջեն, հա, պատվիրատուի հետ հասկանում ենք ինչ բյուջե է ցանկանում ներդնել իր օբյեկտում, ըստ դրա շարժվում ենք առաջ, հա, սկսած ռուսական բրենդերից, բայց հիմնականը արդեն կարողանում ենք եվրոպականների վրա էլի շեշտը դնել եվրոպական, որ փոքր բյուջեում է դա տեղավորվում։ Հա, նաև փոքր բյուջե, ահա։ Իսկ այստեղ այդ ես գիտեմ, որ ոչ միայն Հայաստանից են նաև ձեր թիմում ընդգրկված ինժեներները, հա, պարոն Հակոբյան, ահա։ Հա, ունենք Ռուսաստանից, ունենք Պարսկաստանից, պարսակարգ ինժեներներ են։ Այս տարիների ընթացքում 7 տարի առաջ է հիմնադրվել VAW engineering-ը, ուղղությունը մեծացնելու, լայնացնելու այդ ծրագիրը նոր ինչ-որ ոլորտներ նաև ներդնելու, այսպիսի ծրագիր ունեք հիմա, թե ոչ։ Չէ, ոլորտները
Սա բոլորը ընդգրկված են, նոր ոլորտ չկա, բայց ճանապարհները ավելի ընդլայնվել հայ եվրոպական շուկայում։ Հիմա դա է մեր պլանների մեջ։ Հա, եվրոպական շուկայում արդեն ընդլայնվել։ Դուք տեսնում եք այդ պոտենցիալը նաև մասնագիտական թիմի մեջ էստեղ։ Ես ուղղակի վստահ եմ մասնագիտական թիմի վրա, թե չէի գնա այդ քայլին։ Այո, ձեր մասնագիտությունը, ինչպես եք դուք որոշել, դուք եք այդ որոշմանը եկել ընտրել այս ուղղությունը, թե այդպես ստացվել է, էլի ես որ ինժեներ եմ դառել, հա, որ գնացել եմ պոլիտեխնիկ, ստացվել է ուղղակի։ Երևի գալիս է նրանից, որ դպրոցում միշտ սենց էի մտածում, որ ֆիզիկա եւ մաթեմատիկա լավ էի դիապետում, հա, լավ էի սովորում։ Մտածեցի ֆիզիկա, մաթեմատիկա, պոլիտեխնիկն է ուրիշ որ կարելի է գնալ։ Այո, բայց նաև այս ֆիզիկան, արդեն ֆիզիկա, մաթեմատիկան այս այլ է մտածողության ձևի։ Դա արդեն բերում է հիմքն է, դա հա ֆիզիկան, հիմքն է, որ բերում է ինժեներ դառնալու, առանց ֆիզիկայի չի լինի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Հակոբյան, մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ փաստորեն ծառայություններին եթե անդրադառնանք, ըստ էության դուք հնարավորություն եք տալիս մարդկանց ավելի հաճելի, անվտանգ միջավայրում ապրել, իրենց տունը, բնակարանը դարձնել այդպիսին եւ սրա հետ միասին հնարավոր նաեւ կրճատում եք այն բոլոր ծախսերը, որ պիտի տարիների ընթացքում կոմունալ վճարումների վրա ծախսեն մարդիկ, այս ծախսերն եք կրճատում։ Այո, միանշանակ։ Կարևոր գրավականը, հա, մարդու համար որն է, ֆինանսը ու կոմֆորտը։ Այո, դուք ապահովում եք VAW Engineering, ապահովում է այս երկուսը մեկ տեղում, ֆինանսները եւ կոմֆորտը։ Շնորհակալ եմ շատ, ինձ շատ հաճելի էր, ես կարծում եմ, որ շատ մեր հետևորդներ, ովքեր որ միգուցե մենք միշտ մտածում ենք այսպես գեղեցիկի մասին, ինչ որ բաներ տեսնում ենք այն երևացող հատվածն ենք տեսնում, իսկ հիմա նաև ընկերությունները, որտեղից դուք կուզենաք բնակարաններ գնել կամ եթե ինչ որ հետաքրքիր նախաձեռնություն ունեք կամ առանձնատներ, այս դեպքում ուղղակի պետք է ճշտել համագործակցություն կա արդյոք VAW Engineering-ի հետ, որովհետև այս դեպքում օդափոխություն, ջեռուցման համակարգեր, հակահրդեհային համակարգեր, անվտանգության, ջրամատակարարման, կոյուղու, թույլ հոսանքի, ինժեներական համակարգերի ցանկացած բարդության այս նախագծեր, այս բոլոր առումներով կարող ենք հանգիստ լինել։ Մենք զրուցում ենք VAW Engineering ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Հակոբյանի հետ։ Սիրելի հետևորդներ, երբ իսկապես որևէ ոլորտի մասին ոլորտով հետաքրքրվում ես, որևէ ծրագիր ունես, ժամանակները փոխվել են եւ այստեղ արդեն պիտի շատ մանրամասն ու շատ ամբողջական ուսումնասիրել։ Գիտեք, հարմարավետությունն ու խնայողություն, հա, շատ ճիշտ նշեց Վահագն Հակոբյանը, այս երկուսը ամենակարևորն են, որովհետեւ տարիներ առաջ, տասնամյակներ առաջ մենք ուղակի նայում ենք այդ միայն այդ արտաքին ձևավորման եւ ձևավորմամբ մտածում, որ այս բնակարանում մեզ հաճելի կլինի։ Հետո հասկանում ես, որ օդափոխությունն ինչ որ բան այն չէ, հետո հասկանում ես, որ այդ ձայնը քեզ խանգարում է։ Ժամանակը առաջ է գնում եւ հատկապես մեծ քաղաքներում, մեծ փողոցների վրա այստեղ այս աղմուկն այլևս անտանելի է լինում։ Պիտի հնարավոր լինի մաքուր օդ վայելել, փակ, բացարձակ փակ, հերմետիկ փակ բնակարանում։ Եվ այստեղ է, որ իրականում շատ կարևոր է մասնագիտական ու մասնագիտացված նաև գործունեությունը։ Այստեղ ոչ միայն պիտի սարքավորումները շատ որակյալ լինեն, այլև մասնագետները եւ պիտի լինի այդ պատասխանատվությունը։ Աշխարհում ընդունված է այդ արտահայտությունը ինժեներական պատասխանատվություն։ Մենք այսօր զրուցում էինք մի ընկերության հետ, որը 7 տարի առաջ է հիմնադրվել Հայաստանում, որն այլևս այսօր նաև մասնաճյուղ ունի Պրագայում եւ պատվիրատուներ, ովքեր վստահում են իրենց ամենակարևորը հարմարավետությունն ու խնայողությունը հենց հայկական այս ընկերությանը, կարծում եմ, որ մեզ մնում է ուղղակի իսկապես շատ հստակ հասկանալ, որ խնայելու համար եւ նաեւ հարմարավետության համար ամեն ինչ չի, որ երևում է։ Պիտի մենք կարողանանք հասկանալ, որ
չերևացող կողմը գուցե ամենակարևորն է։ Ես այս պահին ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ուզում եմ, որպեսզի երազանքները մեծ լինեն եւ հենց այս պահին որոշում կայացնեք իրականում ստեղծել ձեր երազանքի տունը։ Երազանքի տուն, որտեղ ամեն ինչ իսկապես իդեալական կլինի այս հեռախոսահամարի շնորհիվ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։